Ուրեմն խորհուրդը պիտի մտածի, խորհուրդը այսօր կհավաքվի, իրենք պետք է լուծումներ առաջարկեն եւ ինձ համար իբրև նախարար գերակա է երեխաների դժգոհությունը, որովհետեւ ես գիտեմ ինչ է նշանակում կազմակերպել, գիտեմ ինչ է նշանակում խմբեր, թայֆաներ, անցել ենք այդ ճանապարհը, բայց հնարավոր չի, ես ձեզ հավատացնում եմ, որ ամբողջ մի կոլեկտիվի բոլոր երեխաները հանկարծակի sense կազմակերպված մի բան ասեն։ Ինչու՞ մինչև հիմա, հետո խնդիրներ կա, որոնք այսօր ուզում եմ շատ բաց քննարկենք, այսինքն 2010 թվականից մինչև այսօր 6 տնօրեն է փոխվել, դες չի լինում էլի դա 5-6, այս 6-րդն է, եթե կարող է սխալ եմ ասում, որ մի խոսքով 5-6 տնօրեն է փոխվել, այսինքն այդպեսի բան չի լինում, ուրեմն ինչ որ բան այդ հաստատության մեջ ճիշտ չի, խորհուրդը թող հավաքվի, հասկանանք ինչ ենք անում, ինչ փոփոխություններ պետք է անենք, որովհետև մեր երեխաներն են, ասենք թող սոցիալապես անապահով շերտերից լինեն, ավելի ուշադիր պիտի լինենք, իրենց ցանկություններին, իրենց ավելի նուրբ պետք է վերաբերվենք, բան չեն էլի, ճիշտ չի այդ ձևաչափը եւ այդ վերաբերմունքը, հատկապես երբ որ մենք խոսում ենք, որ մեր ապագան, մեր ուժը մեր բանակի մեջ է, ուրեմն երեխաները, որոնք պատրաստվում են եւ ապագա մեր պաշտպանները պիտի լինեն, այդ երեխաների նկատմամբ շատ ավելի զգույշ եւ նուրբ վերաբերմունք պիտի ունենանք։ Եթե անապահով երեխաներ են, ուրեմն մենք պիտի նպաստենք, որ իրենց կապը իրենց ընտանիքների հետ ուժեղանա, ոչ թե խզենք։ Այդպես հարցեր կան զուտ մասնագիտական, որոնք այսօր կքննարկենք եւ խորհուրդը, որը կազմված է փոխնախարարներ են եւ այլն, թող լուծումները իրենք առաջարկեն, եթե այդ լուծումները մեզ բոլորից չբավարարեն, այլ լուծումներ կան, բայց ինքը մեծ արժեք է։ Փոքր մայրը բավականին լուրջ կարևոր քայլ է մեր կրթական համակարգում եւ մեծ էներգիա է ծախսված, մեծ միջոցներ են ծախսված այդ բյուջեից տարիների ընթացքում մենք իրավունք չունենք։ Իսկն այն, որ արդեն մամուլով նույնպես դուրս եկավ, ինձ համար այդ փաստերը բաց ստուգենք, հասկանանք։ Դրա համար աշխատանքային խումբը աշխատում է 2-3 օր է մեր նախարարության ներկայացուցիչները գիշերներ երեխաների հետ են մնում։ Այնտեղ են, որ հասկանանք ինչ է կատարվում։